Պարզվեց, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու իրեն կաթողիկոս համարող Կտրիչ Ներսիսյանի հարազատ եղբայրը նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրասը հանդիսացել է KGB գործակալ եւ հիմա էլ համագործակցում ակտիվորեն օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, ու սա հրապարակվեց ոչ թե պարզապես որպես մամուլի հրապարակում, ոչ թե ինչ-որ մեկի դատողություն, այլ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց դա ապացուցող փաստաթուղթ։ Ու ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Ոչինչ տեղի չունեցավ, որովհետև մեր ամենայն դեպս մեր ընդդիմադիր դաշտի եւ ազատ եւ անկախ մամուլի համար ոչինչ տեղի չունեցավ, որովհետեւ իրենք սկսեցին պաշտպանել KGB agent լինելու սրբազան իրավունքը։ Օրինակ միջևս տեսել ենք, չէ՞, որ իրանք պաշտպանում էին օրինակ կաշառակերության սրբազան իրավունքը, հետո ասենք պաշտպանում էին Տերորիզմի սրբազան իրավունքը, ռազմական հեղաշրջման կոչ անելու սրբազան իրավունքը, էլ ինչ կա այնտեղ մոտ հարազատական կապ ունեցողների հետ ռոմանտիկ կապի մեջ լինելու սրբազան իրավունքը։ Հիմա էլ պաշտպանում են KGB agent լինելու սրբազան իրավունքը եւ դա հիմա։ Ես վերջերս գրել եմ, եթե վաղը հայտնվի մի մանկապիղծ, որը դատվելու պահին է, որ արդեն դատավորը ասում է դուք մեջ ճանաչվում եք մեղավոր մանկապիղծ լինելու մեջ։ Այդ պահին որ ասի Նիկոլն ու ՔՊ-ն քանդել են երկիրը, ընդդիմությունը իրան պաշտպանելու ու ասելու է, ինչ խնդիր կա մանկապիղծ լինելու մեջ։ Այստեղ բայց այդ մանկապղծությունը եւ այլն դա միանշանակ համաձայն եմ այդպես է, ու Վահագն Վերմիշյանը մանկապղծության մասով չէ, բայց օրինակ կոռուպցիայի մասով դրա լավագույն օրինակն է, էլի մարդը մեր իշխանության օրոք պաշտոնյա էր, դատվեց կոռուպցիայի համար, սկսեց մեզ թուրք դավաճան եւ այլն բաներ ասել, դարավ քաղբանտարկյալ։ Բայց վերադառնալով թեմային թե ինչ են այսպես պաշտպանում KGB-ի գործակալ լինելու սրբազան իրավունքը, որտեվ կներեք, այս մարդկանց մեծ մասն էլ է հանդիսանում KGB-ի կամ գործակալ կամ KGB-ի գործակալների հետ աֆիլացված ինչ-որ անձ։ Առնվազն երկրպագու, ասենք ասենք։ Կամ շահառու։ Ես քո այդ պոլիտկորեկտությունը երբեք չեմ կիսում։ Չի պետքա փաստերի վրա հիմնվենք։ Դե ասում կամ KGB-ի գործակալ անձամբ կամ աֆիլացված ինչ-որ մի գործակալի հետ։ Ես համաձայն չեմ, որովհետև արի դա քաղաքական գնահատական է, բայց ինչն է Եզրաս arczepiskopos-ի դեպքը դարձնում ավելի, ինչ ասեմ, ավելի ցայտուն, որովհետև դա արդեն ենթադրություն չի, վերջ։ Պաշտոնապես հայտարարված է, որ Եզրաս arczepiskopos-ը Կտրիչ Ներսիսյանի հարազատ եղբայրը եղել է KGB գործակալ։ Կարո ծածկանունով։ Արի իրան էլ Եզրաս չասենք, էլի հարգենք իր աշխատանքը եւ իրան Կարո անվանենք։ Կարոն KGB-ի գործակալ է եւ դա ինչ ասեմ, ես չեմ պատկերացնում աշխարհում ուրիշ այլ երկիր, որտեղ մեկը բացահայտվի որպես այլ երկրի թեկուզ արդեն գոյություն չունեցող գործակալ ու ընդդիմության ու մամուլի համար դա լրիվ նորմալ կլինի։ Ամենաաբսուրդ այն բանն էր հայր ասողիկը, որը եթե չեմ սխալվում, Մայրաթորի արխիվարիուսն է, արխիվապետը։ Մոտավորապես գիտես ինչ էր ասել, մոտավորապես հետեւյալն էր, որ դե իր հայրենիքն է եղել, հայրենիքն է պաշտպանել, այսինքն պետությունն է պաշտպանել մեր երկիրը, հայրենիքն է եղել իր, համագործակցել է, ինչ կա որ։ Դուրս է գալիս, որ հայր ասողիկը նախ խոստովանում է, որ ԽՍՀՄ իր հայրենիքն է։ Դե մենք էլ ենք այդ ասում, խնդիրներն է, որ ձեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը չի, ԽՍՀՄ-ն է մինչև հիմա։ Երկրորդն էլ եթե ԽՍՀՄ հայրենիք էր, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը դավաճան է օրինակ, կամ Քոչարյանը Սերժ Սարգսյանը։ Սեպարատիստ դավաճան։ Երեքն էլ Գերագույն խորհրդի падգամավոր են եղել, անկախության հռչակագիր են ընդունել, Հայաստանը անկախացել է իրենց հայրենիքից, դավաճան են ուրեմն իրանք։ Կամ եթե տենց KGB-ի գործակալ լինելը հպարտանալու բան է, հայրենիքին ծառայել է։ Ինչի բոլորը իրանց CV-ի մեջ չեն գրում, ասենք, չգիտեմ, այս ինչան, այս ինչ տվին եղել։ Հայրը դեր գրել, գրառումը շատ է։ Այս ինչան, այս ինչ, ես բան եմ եղել 87 թվականին եղել եմ բանվոր, 89-ին հավաքագրվել եմ KGB-ի կողմից, 92-ին զբաղեցրել եմ այսինչ պաշտոնը կամ ձեռնադրվել եմ քահանա, ինչ չեն գրում։ Չասենք ոնց է, չէ՞, Մայիսյան տոների ժամանակ, որ բոլորը իրանց օրինակ պապիկների նկարներ դնում, ովքեր մասնակցել են երկրորդ համաշխարհային։ NKVD-ի agent պապս է։ Ասենք Ձերժինսկու ծննդյան օրը գրեն հպարտորեն իրանց ինչ որ պագոնի նկարը դնեն, ասեն մենք եղել ենք KGB-ի մայոր։ Մենք եղել ենք KGB-ի լեյտենանտ ու հպարտ ենք դրանով, բայց չեն անում
Այո, որովհետև դա հպարտանալու բան չի։ Այո, եւ կներես նոր հիշեցի, ես էլ Դանիել Յոհաննիսյանն էր մի լավ բաներ գրել, ասում էր, քանի կար ինձ էիք ասում դանոշչիկ, որ ինչա թե բան եմ արել, իրավապահների ուշադրությունը հրավիրել են, որ ստեղ ինչ որ պոտենցիալ հանցագործություն եմ տենում։ KGB-ի ագենտների գործը դանոս գրել եղել նա։ Չէ, բայց հիշում ես միացած բան էլ կար է, որ այս եկեղեցու որոշ ներկայացուցիչների նկատմամբ մերս կոշտ խոսույթը սկսվեց, ինչ էին ասում։ Ասում են եկեղեցին հալածվել է KGB-ի կողմից, սովետական իշխանությունների կողմից ու դիմացել է։ Դուք ինչ եք, որ ձեզ չդիմանա։ Մեզ ասում էին բոլշևիկների գործի շարունակող եք դու։ Պարզվեց իրանք են բոլշևիկների գործի շարունակողը, ավելին պարզվեց հենց իրենք բոլշևիկ են, եւ պարզվեց, որ իրենք KGB-ի գործակալ են։ Այսինքն այն որ եկեղեցին հալածվել է սովետական միության ժամանակ KGB-ի կողմից, հալածվել է հենց իրանց միջոցով։ Իրանք ոչ թե հալածվողներն են եղել, այլ իրանք հալածողներն են եղել, որովհետև հենց իրանք են եղել այն մարդիկ, ովքեր ներդրվել են եկեղեցու մեջ, ովքեր դանոսներ են գրել են իրական նվիրյալ հոգևորականների վրա, որոնք որ ծառայել են Աստծուն ու ժողովրդին, ու հենց նրանց այդ մատնագրերի միջոցով է, որ այդ մարդիկ հայտնվել են սկզբից KGB-ի պատվալում, հետո էլ արդեն Սիբիրում աքսորի մեջ։ Գիտես ի՞նչն է հետաքրքիր, եթե չեմ սխալվում Բագրատ arczepiskopos-ը, որը հիմա կալանավորված է հայտնի գործի շրջանակներում, ինքը սիրում էր ասել, որ ինքը 88-ին չգիտեմ, պատանի է եղել եւ մասնակցել է շարժմանը, եթե չեմ սխալվում, նույնիսկ ասում էր, որ ինքը այն անդամ է եղել։ Օրինակ հետաքրքիր է 88 թվին Եզրասը Բագրատի մասին ինչ դանոսներ է գրել, եթե իհարկե Բագրատը ճիշտ է ասում, էլի։ Ես հակված եմ հավատալ, որ Բագրատ arczepiskopos-ը երիտասարդ ժամանակ չի տառապել են ախտերով, հոգևոր ախտերով, որոնցով հիմա տառապում, բայց հետաքրքիր է Եզրասը կամ նույնիկը Կարոն, խոստացանք հարգել իր մասնագիտությունը։ Կարո ծածկանունով գործակալը ինչ դանոսներ է գրել։ Վազգեն կաթողիկոսի վրա ինչ դանոսներ է գրել։ Դա շատ հետաքրքիր։ Ո վերջի ինչա տեղի ունեցել Վազգեն կաթողիկոսի հետ։ Ինչի՞ց է մահացել Վազգեն կաթողիկոսը, ինչի հետևանքով։ Բայց դա ինչ պատմություն է, այդպես կասկած կա, հա։ Դե կա, այդպես խոսակցություն կա։ Դե կա խոսակցություն ամեն դեպքում։ Լավ, դե էլի արի չմտնենք սպեկուլյացիաների։ Նաև հետաքրքիր էր, որ քանի որ մինչև այդ փաստաթղթի հրապարակումը իրենք ասում էին ուրեն ձեր ապացույցները։ Նկատի ունեմ ընդդիմությունը, չգիտեմ, KGB-ի գործակալներ տարբեր, մամուլը եւ այլն։ Հրապարակվեց, ասում են ինչի է հրապարակվել միայն Իրանը, դե սիրելիներս գուցե որովհետեւ դուք եք ասում հրապարակեք։ Եվ սկսեցին ասել ինչու է հայերեն։ Հանկարծ պարզվեց, որ բոլոր ընդդիմադիրները KGB-ագետ են, ինչը ենթադրում են, որ կարող է լինել նրանից, որ իրենց միստվար զանգված ունի աշխատանքային փորձ KGB-ում եւ աշխատանքային գրքույկ։ Հա, չգիտեմ, փորձ, գրքույկ, առնվազն փորձաշրջան անցած կլինեն դրանց մի մասը։ Հա, ես անկեղծ չգիտեմ ինչի է հայերեն, որ հաստատ ինչ որ պատճառ կա որ հայերեն է, բայց այդտեղ հարցը հետեւյալն է. եթե ԱԱԾ-ն սարքելու լիներ, ռուսերեն կսարքեր, եթե պարզվի որ պետքա հայերեն լիներ, էլի, պետքա ռուսերեն լիներ։ Դա իրականում այնքան հիմար խոսույթ է, որ դրանից մա չարժի են արձագանքել ուղակի, դա ոնց որ, չգիտեմ, էլի, դա այնքան ապուշ խոսույթ է, որ դրան ուղակի չարժի։ Բայց ամեն դեպքում արդեն անցել է մոտ 1 շաբաթ, ապացուցվել է, որ Կարոն KGB-ի գործակալ է եւ Կտիժ Ներսյանը, որը ըստ իրեն պետքա լինի եկեղեցու գլուխը։ Ոչ մի բան չի ձեռնարկել, ոչ մի բան, ոչ մի արձագանք։ Ով ասես խոսացել է անդիմությունը, էլի մամուլ բան եւ այլն, ով ասես Կարոն ու Կտրիչը լռում են։ Ինչ կասես։ Անկեղծ պատկերացում չունեմ թե ինչ պետքա խոսան իրականում, որովհետեւ Կտրիչը այլ բան ասելու, քան որ կարգալույծ եմ հրճակում Կարոին չունի, ֆիզիկապես նորմալ չի։ Կարող գիտես ինչ ասել։ Ցանկացած ուրիշ բան բացի դրանից, որ կասի Կտրիչը, դա նորմալ չի։ Գիտես ինչ կարող է ասի։ Երեխա ունենալու հարցին ինչ են ասում, անձնական կյանքը, չէ՞, քան որ բայց абսուրդ է։ Կասի մասնագիտական։ Չէ, կասես էլ անձնական կյանքը։ Ես չերու չի ասեն անձնական կյանքը։ Կամ կարող են ասել KGB-ի ագենտ լինելը իր հոգևոր։ Չէ, բայց դու հասկացի էլի մի հատ էս մարդիկ ինչ են անում մեր եկեղեցու հետ։ Փաստացի KGB-ի գործակալները վստահաբար առնվազն մեկը։ Դե վստահաբար այդ մեկը չի էլի, ակնհայտ է, սա այնքան հին ճշմարտություն է, որ սովետական կինոներ էլ կա, չէ՞, որ պատմում է, որ սովետական
սկեչային ինչ որ տենց անդադ այդ կարճ կտրած կտորը որ KGB-ի գեներալը թեով մտնում է եկեղեցի, այնտեղ գալիս է հոգևորականը, ասում է դա տավարիշ կապիտան, ինչ կա, ոնց էս։ Հա։ Ախր սովետի ժամանակ դա հայտնի փաստ է եղել, էլի որ եկեղեցիներում համատարած ներդրվել են KGB-ի գործակալներ կամ եղած հոգևորականների մի շատ ստվար զանգվածը համատարած հավաքագրվել է KGB-ի կողմից։ Հիմա ի՞նչ է ստացվում։ Սովետական միության ժամանակ ներդրվել են մարդիկ, ովքեր հետագայում բարձր պաշտոնների են հասել եկեղեցում, իրանք էլ իրանք հերթին նշանակել են, օծել են նոր եկեղեցականների, որոնց մի ստվար մասը ակնհայտորեն ուղղակի պետքա սպասարկի այս նույն գիծը, որ իրանք են տանում։ Եկեղեցում սարքել են բարքերի այնպիսի անկում, որ սեփական քերակնոջ հետ սիրային ռոմանտիկ կապը arczepiskopos-ի կողմից շատ ընդունելի մի բան է իրանց համար։ Եկեղեցին դարձրել են մի այնպիսի տեղ, որտեղ մոմ ծախելուց ստացած եկամուտը ամենակարևոր հարցն է եւ ոչ թե ինչ-որ աստվածաբանական հարց։ Եկեղեցին սարքել են մի այնպիսի տեղ, որը ուղղակի ինչ-որ Լյուբլյանկայից կամ ինչ-որ մի ուրիշ տեղից հրամանով մատի այսենց մի հատ շարժումով պետքա քաղաքական բաց սկսի Հայաստանի Հանրապետություն։ Բայց ազգային արժեքները մենք ենք բացում։ Բայց բացում ենք մենք ազգը։ Հիշում ես որ բան է, արշակը բաներ անում, ասում էր այս իշխանությունը այլասերություն է քարոզում։ Ինչպես այդպես բաներ ասել ախր։ Իմ նյարդերը անկեղծ ես ասեմ, երբ որ ես դա կարդում եմ, ոքի չի հասկանում, թե ինչքան լկտի կարա լինի մարդ։ Ինչքան լկտի կարա լինի մարդ, ով որ սիրային կապի մեջ է, իր քերակնոջ հետ, բայց ուրիշներին ասում դուք այլասերություն եք տարածում։ Ես այդ թեման չեմ սիրում, ես համաչում եմ այդ թեմայից, եւ ես կարծում եմ, որ KGB-ի գործակալ լինելը ամեն դեպքում ավելի վատ բան է, քան կոնորվա նկարագրած։ Պատկերացրա KGB-ի գործակալ, որը նաեւ սեփական քերակնոջ հետ սիրային կապի մեջ է։ Չեմ ուզում պատկերացնել։ Իսկ դա էլ ավելի վատ բան է։ Դա կրկնակի վատ բան է։ Բայց ինչև է, այստեղ անցած կիրակի օրը տեղի ունեցավ շատ կարևոր մի իրադարձություն Մայրաթոռում։ 10 arczepiskoposները գնացին Մայրաթոռ ու հենց տեղում կտրիչի վարչախմբին հանձնեցին նամակ, որով պահանջեցին նրանից գնալ հանգստի։ Այսինքն այս իրավիճակը որքան էլ որ փորձում ասած նվազեցվել ընդդիմության կողմից, ընդդիմադիր քարոզիչների կողմից, բայց սա չլսված բան է ուղղակի, էլի 10 եպիսկոպոս, arczepiskopos գնում են Մայրաթոռ, եկեղեցու բակում հայտնում են, որ իրանք պահանջում են կտրիչից գնալ հանգստի ու համապատասխան գրություն են տալիս կտրիչին այդ մասին։ Ու կտրիչը հիմա պետքա պատասխանի այս գրությանը, չի կարա ուղղակի չպատասխանի։ 10 arczepiskopos-ի գրությանը չի կարա չպատասխանի։ Դե կտրիչի ռազմավարությունը հարգալից խոսենք, հա։ Պարոն Ներսիսյանի ռազմավարությունը հետեւյալն է, ինձ թվում է, լռել ուղղակի, անդադ։ Ինքը մտածում է, դե ես այս գահին sense պին նստած եմ, մեխանիզմ իրան թվում է համենայն դեպս որ չկա, որ իրան հեռացնեն, ասում է, ասես լուր նստեմ, պնդաճակատորեն, հա, այսինքն առանց ամոթի, անամոթաբար նստեմ, սպասեմ ինչև ինչ է լինելու, այս երկրի վիճակը նկատի ունենալով, որ սպասեմ տենամ կարող է մերոնք գան իշխանության։ Դա է Կտրիչ Ներսիսյանի ռազմավարությունը ակնհայտորեն, բայց ուզում եմ հիասթափեցնել, Կտրիչ Ներսիսյանը իր օրերը վեհարանում հաշված են։ Ինքը պետքա արդեն հավաքելիս լինի իր հողաթափերը, չգիտեմ, խալաթը, եթե ինչ-որ թղթաբանություն կա, այդ թվում ինչ-որ գործեր կան հատուկ, իր վերաբերյալ, չգիտեմ, ծածկանուններ, դրանք էլ հավաքի դուրս կա։ Հա, վեղարը կարողա չվերցնել, քանի որ նա հա, մոռաց ամենակարևորը, ռուսաստանցի բիզնեսմենի նկարը թող վեհարանի պատից հանի, դա էլ տանի իր հետ։ Դրա տեղը ինչ-որ, չգիտեմ, սրբապատկեր հետո հուսանք կդրվի, բան, տես մի բան է։ Ինձ թվում է չի հանի, բայց ֆանտաստիկա է։ Չի հանի, կհաջորդը թող հանի, գցի դուրս։ Դե մարդը ամեն դեպքում կաթոլիկ եկեղեցու հետևորդ Սամվել Կարապետյանը, այո, Սամվել Կարապետյանը կաթոլիկ եկեղեցու հետևորդ է, ֆրանկա, այսինքն։ Այո, ֆրանկա։ Ինչպես եւ Տաշիրի մեր հայրենակիցների մեծամասնությունը։ Ես գիտեմ, որ Տաշիրի մեծամասնությունը հայ կաթոլիկոյի եկեղեցու եղբորորդին հայտնի Նարեկը Կարապետյան հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, բայց Սամվելը Կարապետյան կաթոլիկ եկեղեցու հետևորդ։ Բայց լուրջ ես ասում։ Այո։ Հայ առաքելական եկեղեցու պատին փակցված է կաթոլիկ Սամվել Կարապետյանի։ Չէ, դա նորմալ է, այդ չէ, նայ, չէ, կներես։ Նորմալ չի։ Նախ նորմալ չի, որ բիզնեսմենի նկարը փակցված։ Այո, դա նորմալ չի։ Չէ, նայ։ Այն որ ռուսաստանցի բիզնեսմենի նկարը փակցված, նորմալ չի։ Այն որ կարող է կաթոլիկոյի եկեղեցու ներկայացուցիչի պատկեր փակցված լինի, նորմալ է, որտեղ նույն տրամաբանությամբ օրինակ Վատիկանում Գրիգոր Լուսավորչի արձան կա, որը կաթոլիկ է, կաթոլիկ մարդ չի, Գրիգոր Լուսավորչի
դնում ես նույն համատական գծի մեջ, ինչ Սամվել Կարապետյանը։ Հասկանում եմ, որ վատավեճու, բայց դա նկատի չեմ, նկատի եմ ինքնին կաթոլիկ լինելը չի նշանակում, որ միանշանակ։ Այսինքն, եթե մի կաթոլիկ մարդ լիներ, որը իրոք մեծ բան արած լիներ, սրբացած լիներ, սրբադասված լիներ, նորմալ կլներ։ Սուրբ բառը տեղին ստում է շատ գերիշխող է, էլի։ Եթե կաթոլիկ եկեղեցու սրբի նկար լիներ, չգիտեմ ինչ որ։ Բայց ես չգիտեի, որ բանը ռուսաստանցի բիզնեսմենը ֆրանկա։ Հա, ֆրանկա։ Չէ, ուրեմն մի քիչ տարօրինակ է, որ ինքը մեզնից ուզում է փրկի առաքելական եկեղեցին, որի անդամ ինքը չի։ Որ սա մենք ինչ որ որպես արատավորող բան չենք ասում, ոչ մի պարագայում մեր հայրենակիցների մի շատ։ Մեր եղբայրներն են ֆրանկները, հարցը դա չի։ Ինքը մեր եղբայրը չի, բայց ֆրանկները մեր եղբայրներն են։ Հա, բայց մեզ ինչ է ասում, մեզ էին ասում էին։ Փաշինյանին չէին ասում, գնացել է Հռոմի պապից, այո, կաթոլիկ եկեղեցու պատվերով հայ առաքելական եկեղեցու դեմ արշավացել։ Փաստորեն նոր ինչ որ երեսպաշտության մակարդակի է, հա։ Ապուշություն է ուղղակի, ախր աբսուրդ է այդ ամենը։ Բայց դու որտեղից գիտես, ես օրինակ չեմ տեսել հրապարակային որևէ տեղ։ Սա հայտնի փաստ է, ինքն է դրա մասին ասել, կարծեմ նաև մեր կարծեմ չէ, մեր գործընկերներին էլ ասրա մասին ասել։ Ռուսաստանցի Սամվել Կարապետյան, այո, ռուսաստանցի օլիգարխը դրա մասին հայտնել է նաև մեր որտեվ դա ինչ որ նորմալ բան է, էլի բան չի։ Չէ, իհարկե նորմալ բան է, խնդիր չկա։ Թակուն բան չէր, որ չհայտներ կամ բանաներ, ինքը այն տարածաշրջանից նորմալ բան է, ուղղակի նորմալ բան չի, որ մեզնից ուզում է փրկի առաքելական եկեղեցի։ Այն տարածաշրջանից է Հայաստանի Հանրապետության, որտեղ ֆրանկները գերակշռում են Լոռու մարզի Տաշիրի շրջանը։ Շիրակի մարզումել են շատ եւ Շիրակի մարզումել են շատ, հա, բայց այդ Տաշիրը կոնկրետ բացարձակ մեծամասնությունն են։ Լավ, ինչև է, մեր աստվածաբանական քննարկումը։ Դե մի խոսքով հիմա փաստացի գնդակը կտրիչի դաշտում է, ու կտրիչը պետքա պատասխանի այդ գրությանը, որը ստացել է 10 arczepiskopos-ներից։ Ոնց հասկացա ինքը պատասխանել է մենակ ինչ որ մի հերթական հարբեցող arczepiskopos-ին նշանակելով իբր թե նշանակելով գերագույն հոգևոր։ Հա, այդ arczepiskopos-ն է, չէ՞ որ մենք գնացել էինք ախալքալակ եւ չդիմավորեց մեզ եւ Կիրակոսը։ Հա, ոնց որ ինքն Վիրայոց թեմի առաջնորդ չի, որ գնացինք, հրահանգել էր բոլոր սպասավորներին լքել եկեղեցին, մտանք ախալքալակի եկեղեցի, դատարկ եկեղեցի վրացիների։ Այս պատմությունը էլի ես ու պարոն Ռուբինյանի գլխավորած հայ-վրացական Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի կազմով, պարոն Ռուբինյանը խմբի ղեկավարն է, ես խմբի անդամ եմ, պատգամավորներով այցելել էինք Վրաստան, տեղի գործընկերների հետ հանդիպելու, այնտեղ շատ լավ ընդունելություն էին կազմակերպել մեր վրաց գործընկերները, ծանոթացրին ախալքալակի վրացական եկեղեցու թեմի առաջնորդի Ճիշտ եմ հիշում։ Վստահ չեմ որ պաշտոնը այդպես էր կոչվում, բայց arczepiskopos-ին հավասար պաշտոն է, ու ընդ որում քանի որ իրանք նախապես ինձ ասել էին որ այցի շրջանակներում նախատեսվում է որ ինքը կհյուրընկալի մեզ, իդեպ իր տանը հյուրընկալեց, մեզ շատ լավ դիմավորեց։ Ես մտածեցի, բայց դա սխալ կլինի էլի, ուրեմն դրանից առաջ մենք պիտի մտնենք ախալքալակի հայկական Սուրբ Խաչ եկեղեցի եւ վրացի Վրաստանի ազգային ժողովի փոխնախագահի, մյուս պատգամավորների, ախալքալակի քաղաքապետի հետ կարծեմ նաև Սամցխե Ջավախեթի նահանգապետներ էր եկել։ Մտանք հայկական եկեղեցի 0 մարդ, ոչ դատարկ, լիակատար դատարկ, դուռը բաց թողել, բոլորով գնացել էին։ Քաղաքական ակցիա էին որոշել անել, իհարկե մի քիչ խայտարակվեցինք մեր վրացի բարեկամների մոտ, բայց դե ոչինչ հիմա է։ Ըստ մա իրանք ավելի շատ խայտարակվեցին։ Ընդ որում լավ ինձ ու քեզ ասենք թե բոյկոտել էին, բայց մեր սիրելի Արծվիկ Մինասյանն էլ էր մեր հետ, ինքը ինչ էր արել իրանց, ասենք որ իրան բոյկոտել էին։ Դե իրականում իստու իրանք ուղղակի բոյկոտում էին Հայաստանի պետականությունը ու հայոց պետությունը։ Կարող է լինի, հա։ Հենց դրանով է դա պայմանավորված էլի, որտեվ համիշխանություն կար, համընդդիմություն կար ու դա պաշտոնական պատվիրակություն։ Ընդ որում ուշադրություն դարձրու։ Դա ամենևին ԿՊ Կտրիչ Ներսիսյան հակամարտության գագաթնակետը չէր։ Նորմալ վիճակ էր։ Չէր էլ սկսել կարծեմ այդ հակամարտությունը։ Դեռ հաստատված փաստ չէր որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի։ Դեռ դրա մասին վարչապետը հրապարակումներ չէր արել ու տենց նորմալ վիճակ։ Ինչ էինք օրինակ, օրինակ ես ինչ էի արել Վիրայոց թեմի առաջնորդին, որ որոշել էր որ իհարկե կա վարկած որ միտեղ խմած քնած էր, բայց չգիտեմ այդ վարկածը ինչքանով է իրավացի։ Բայց ես պետք է արդար լինեմ, էլի։ Նույնիսկ եթե խմած քնած էր։ Կարող էր խմած գալ։ Չէ, նկատի ունեմ արի դա էլ չթիրախավորենք, էլի։ Հիմա կարող մարդը խնդրեմ ունի ալկոհոլիզմի հետ, պետք չի դա դատապետել, պետքա հուսով եմ կօգնեն իրան իր հարազատները, որ դուրս գա դրանից։ Եթե տենց է, էլի, բան չանենք, էլի։
Լավ, ես չեմ հասկանում այդ բոլոր խնդիրների լուծման բանալին հայաստանյա ծառայելական Սուրբ եկեղեցում բարձրագույն հոգևորական պաշտոններ զբաղեցնելն է։ Ոչ, ամենևին ոչ։ Դա այդ բանալին Կտրիշ Ներսյանի հեռանալն է վեհարանից։ Համաձայն եմ։ Դե դրա համար պետք է Կտրիշ Ներսյանին հեռացնել վեհարանից եւ ոչ թե տարատեսակ այլ խնդիրներ փորձեր լուծել տարբեր եկեղեցական պաշտոններ շրայելով, բայց նաեւ ասեմ, որ վրացի մեր գործընկերները շատ լավ ընդունելություն էին կազմակերպել ու վրաց հոգևորականն էլ շատ տպավորիչ մարդ էր ու շատ հետաքրքիր հոգևոր։ Հետո Մայրաթորում տեսա իրեն, կհիշես, անցած տարի էր, չէ՞, որ Մյուրոնորնեքին հրավիրել էր մեզ Կտրիշ Ներսյանը, այն ժամանակ հայտնի Գարեգին երկրորդ անունով, եւ կար այդ հոգևորականը ողջագուրվեցին։ Շատ հետաքրքիր մարդ էր, շատ հետաքրքիր պատմություններ պատմեց ու իրոք հոգևոր բաներ, թեմաների մասին էր զրուցում։ Դիտող կոնսպիրոլոգներին ասենք, որ այս զրույցը չի նշանակում, որ մենք պատրաստվում ենք ուղղափառ դառնալ։ Հա, միանշանակ։